այսօր ինչքան կարա օրինակ, վերցնենք Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս։ Ինչքան կարա կաթողիկոսը իր երկրում ընդունված չլինի եւ որքան կարող է իր գործունեության ավելի քան 25-ամյա գործունեության ընթացքում մարդկանց այստեղը հասցրած լինի, որպեսզի միանգամից 7 Սուրբ Մասունք ցուցադրվելուց լինի, որը որ աննախադեպ էր, բայց հավաքված լինի, էջմիածնում ընդամենը մի քանի 100 մարդ։ Ես հավատացյալներից դեռ չեմ խոսում եւ չեմ խոսում այն բանից, որ իսկապես մարդիկ կլինեին, որ կցանկանային գնալ, եթե իհարկե եկեղեցին չներկայացներ պիղծը։ Ուրեմն միանգամից 7 մասունքներ, ասում են գեղարդներ են ցուցադրել, տոնակատարություն էր, կարելի էր իսկապես գնալ, որովհետև Էջմիածինը, Մայր տաճարը, դա մեր բոլորի սրբությունն է, մեր սեփականությունն է, մերն է, այդ մենք ենք, բայց արի ուտես, որ ոչ ոք չէր ցանկանում կամ քչերն էին ցանկանում այդ չարիքին տեսնել այնտեղ, անգամ շատերը գնում էին ու չիմանալով, թե ուր են գնում, ինչի համար են գնում, մի մասը գնում էր Էջմիածնով Արցախ, մյուս մասը չգիտեմ ինչ, այնուամենայնիվ, սա ցավալի փաստ է, իսկապես ցավալի փաստ է, որովհետև սա վերաբերվում է մեր եկեղեցուն։ Երկրորդը, այո, կցանկանամ հենց անդրադառնալ Դավիթ Համբարձումյանի գործունեությանը, ով տարբեր գյուղապետերի վզին դրել էր, որ տասնյակներով մարդիկ բերեն, շատերը վախեցել տարել են, շատերը ուրիշ բան էին ասել, ուրիշ բանի համար էին տարել, մենք տեսանք հիմնականում ինչ քաղաքացիներ էին, ովքեր էին եւ այլն, եւ այս ամեն ինչ ես չգիտեմ ինչքան պիտի շարունակվի, ամեն դեպքում կարծում եմ, որ սա ազգային անվտանգային խնդիր է եւ անվտանգության անգործության արդյունք է նաեւ, որ նման բաները չեն կարգավորվում։ Տեսեք, ցանկացած իրավական կամ ուժային կենտրոնի գործունեությունը պիտի լինի դաստիարակող, պիտի ուղղություն տա քաղաքացու ինչպիսին է լինելուն, բայց արի ուտես, որ Հայաստանում այդպես չի, ու հենց այդպես չի հատկապես պատերազմից հետո, որովհետև շատերը մնացին անպատիժ, նույն համակարգում աշխատողների մասին է խոսքը, ովքեր որ այս կամ այն կերպ թույլատրեցին դատական գործերը, մի խոսքով, անուշադրության մատնեցին շատ կարևոր բաներ, չգնահատեցին դրանց կարևորությունը ու հետագա հետքը, որը կարող էր մնալ հասարակության շրջանակներում, եւ այսօր արդեն շատ ավելի դժվար է դարձել։ Այնուամենայնիվ, հուսանք ինչ-որ մի օր կարթնանան հատուկ ծառայությունները եւ իրենց գործողությունները կկատարեն այնպես, որ դա լինի նաեւ դաստիարակող, որը կկրի նաեւ դաստիարակող բնույթ, եւ այդ բառից էլ պետք չի խուսափել, կրթող բնույթ, որպեսզի մյուսն էլ երբ որ տեսնի, հասկանա, որ դա չի կարելի, այդ շուշբանը կարելի է եւ այլն։ Իսկ Մասիսի պարագայում ինչու հենց Մասիս քաղաքը, որովհետև նախ մոտիկ է Էջմիածնին, հարցը դա չի, բայց այստեղ ավելի խորքային է խնդիրը, որովհետև Մասիս համայնքում հիմնականում ժամանակին տեղակայված են եղել Բաքվի փախստականները, Սումգայիթի փախստականները, եւ գիտեք ինչ, 30 տարիներից ավել շարունակ այդ մարդկանց կարգավիճակը, փախստականի կարգավիճակը չի փոխվել։ Հասկանում եք, այդ մարդկանց ուղեղի մեջ այդ ստրկային բանը, ստրուկի հոգեբանությունը պահել են, որ դուք փախստական եք, նրանց ոչ մի քայլ չի արվել, որպեսզի ինտեգրվեն հասարակությանը, նրանց խոսքը մեծամասնության մասին է, բոլորի մասին չի։ Ես ինքս Մասիս համայնքում շատ եմ հանդիպել նման քաղաքացիների ու դրանում համոզվել եմ, որ այդ մարդկանց 30 տարուց ավել պահել են ստրուկի մտածելակերպի վրա, ընտրությունից ընտրություն պետք է եղել ու փորձվեր մեկը իր գյուղապետին ձայն չտար կամ ձայն չտար այն մեկին, ում կասեր գյուղապետը։ Այ սրա համար է պահվել։ Ու երբ որ դու գնում ես այդ նույն վայրում ապրելու, զգում ես, որ ինքդ էլ ես սկսում վարակվել դրանով, հասկանում ես, ահա այսպեսի տրամադրություններ են այնտեղ եղել միշտ, եւ նաեւ դա եւ հիմա էլ արցախցիներով է շատ բնակեցված ու մի շարք արցախցիների շատ հեշտ է այդ տրամադրությունների գոտում պել։ Բայց հիմա ասես մի հատ հարց տամ, էլի։ Ոնց կարա մարդը 30 տարուց ավել ունենա փախստականի կարգավիճակ։ Ոնց կարելի է մարդուն 30 տարուց ավել
ամսական ձեթ ու բրնձով պահել ու այնպիսի վիճակ չստեղծել, որ ինքը ինքնուրույն դառնա, ինքը սկսի աշխատել, ինքը կարողանա կարգավորել իր կենսակերպը, իր ապագան, իր ուսումը, կրթությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Փորձում էր մեկը մի քիչ լպտար, մի անգամից հետաքրքրվողներ կհայտնվեին ու կխեղճացնեին այդ վիճակը։ Դրա համար Մասիս համայնքը լինելով Երևանին ամենամոտիկ համայնքը, այդպես էլ չի զարգացել։ Ես Մասիսցիներին բան չեմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք ու որպեսզի չմանիպուլացնեն։ Ինքս Մասիս քաղաքի ամենատարբեր համայնքներում ունեմ ընկերներ, ընդ որում նրանց մի մասը պատերազմի բովերով անցած ընկերներ ու այդ կողմից այնտեղ հին բնակիչները այո բավականին համարձակ տղերք են ու շատ հայրենասեր ժողովուրդ, բայց ընդհանուր առմամբ այնտեղ այնքան են լցրել գաղթականներով ու այդ գաղթականի կարգավիճակը չեն փոխել, ինչը որ այսօր փորձ է արվում իշխանության կողմից, որ փոխվի այդ կարգավիճակը, որպեսզի այդ օգնություն բառը վերանա, ասենք հասկանում եք նորմալ երկրներում նորմալ երկրի քաղաքացին այդ օգնությունով կարող է տարբեր ինչ-որ պահի կյանքը չստացվի աջակցության տարբեր ծրագրերից օգտվի, բայց մի ամբողջ պետություն վերածել աղքատության միջազգային հանրության առաջ աղքատ երկրի համբավ ձեռք բերել, սա ինչ է եղել, հայրենասիրության որոշակի դրսևորում է եղել, ինչ է եղել, ես չեմ հասկանում, ոնց կարելի է այդքան ստրկամիտ լինել։ Եվ գիտեք ինչ, այսօր Ջեբեջյանի հետ տեղի ունեցածն էլ բավականին հետաքրքիր էր ու ինքը շատ խորքային բաներ ուներ, բացի այն, որ անդաստիարակի մեկն էր լրագրողը։ Այն որ տվյալ լրագրողը անդաստիարակի մեկն է, առաջին անգամ չի դա ապացուցում, հարցը դա չի։ Հարցը մեկ այլ տեղ է, տեսեք, մարդիկ իրանց բերանով, ինչ են ասում, մի կողմից ասում են այս Անվել Կարապետյանը բան է, բարերար է, ուստի պետք է նրան բան անել, փրկել, սատար կանգնել եւ այլն։ Մյուս կողմից բարերարի հետ տեսեք ոնց են խոսում։ Իմ կարծիքով բարերար ասվածը նույնպես մեզ մոտ շատ սխալ ձև է մեկնաբանվում։ Առհասարակ բարերարը այն մարդը չի, որ ինքը շատ հարուստ է ու անձամբ իր գրասենյակից օգնություններ են գնում քաղաքացիներին։ Ոչ, դա արվում է հատուկ նպատակներով, որոնք անպայման ինչ-որ պահի օգտագործում են, որովհետև դա այդ մարդուն բերում է հեղինակություն, հա, հանրության որոշակի շերտ սկսում է նրան պարզապես պաշտել, անկախ ամեն բանից, վախենալով, որ ինչ-որ մի պահի կկտրվի կաթիքը։ Իսկ նման ձևի բարերարները, չգիտեմ, 4-րդ կարգի երկրներում կարող են լինել։ Նորմալ երկրներում առանձին վերցրած հարուստ մարդիկ կամ բիզնեսմեն մարդիկ իրենց բարերարությունը այդ զգացողությունը կամ ցանկությունը ներդնում են ամենատարբեր բաներում, հիմնադրամներում, որպեսզի կախվածություն չառաջանա։ Ֆինանսական քաղաքացին օգտվելով որևիցե ծրագրից հետագայում չհայտնվի ինչ-որ մի մեծահարուստի ֆինանսական կախվածության մեջ, ասենք թե մարդը օգտվեց ինչ-որ աջակցության ծրագրից, հետո սովորեց բան կյանքը սկսեց ստացվել, գնաց արտասահման սովորեց եկավ, հետո ստեղ ցանկացավ ինչ-որ մի պաշտոնի գնա եւ այլն, հայտնվում է այդ բարերարը, ասում ինքն էլ չի հայտնվում, իր ճատերից մեկը հայտնվում է, ասում է դե մի հատ էս հարցով պիտի առաջ սկսես գործերը։ Այս ինչ մարդն ասել, ու ինքը չի կարող ասի չէ, չի կարող։ Նրանք կարող է չպարտադրեն էլ, բայց ինքը չի կարող չասի, որովհետև այդ կախվածությունը, պարտավորվածությունը կա։ Այստեղ էլ հենց կոռուպցիան ու անարդարությունն է ծագում։ Իսկ հիմնադրամների պարագայում մի փոքր այլ է։ Եվ իմիջայլոց, եթե ուշադիր նայեցիք, Աննա Հակոբյանը պատասխանել էր այս մասով, բավականին կոպիտ էր պատասխանել, հասնում է, լավ էր արել ու ես այլևս եթե սկզբի շրջանում մի փոքր չէի ընդունում, չէի քննադատում, ըմբռնումով էի մոտենում, բայց չէի ըմբռնում էի, բայց չէի ընդունում ինչ որտեղ, բայց այսօրվա դրությամբ արդեն ամբողջովին ես ընդունում եմ, որովհետև այո, որոշների հետ պետք է իրենց լեզվով խոսես, որ հասկանալի լինի, թե չէ եթե որոշների հետ իրենց լեզվով չես խոսում, խոսում ես կիրթ ձևով, այդ քո բարեկրթությունը ընկալում են բարեկիրթ մարդիկ, իսկ ոչիլները այդպես էլ ոչինչ չեն ընկալում։ Դրա համար պետք է այո երբեմն կոպիտ հակադարձել, որքան էլ որ դա վատ բան է, տղա չէ ամեն դեպքում։ Հիմա տեսեք, շատ ճիշտ մեկնաբանեց, եթե ընթերցել եք հայկական ժամանակը տեղադրել էր, Սևիկեևն էլ է տեղադրել, այդ պատասխանը կա, որ տեսեք իմ քայլ դաշինքին, այո,
կազմակերպվում է տարբեր ճաշկերույթներ եւ այլն, դրվում է մի հատ ֆինանսական շեմ, դա հենց զնոսն է, հասկանում եք, մուտքավճարն է։ Այդ գումարը գնում է բանին, հիմնադրամին, կներեք դաշինք ասեցի վերևը, հիմնադրամի մասին է խոսքը։ Հիմնադրամը իր հերթին տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս։ Այդ նախաձեռնությունները ոչ մեկին չեն դնում պարտավորվածության գոտում, որովհետև ոչ ոք չի գնում, ասի էսի մեր աղբերն է Նիկոլինը ընտրելու, եկեք իրան օգնենք, կամ այն մյուսը։ Իմիջիայլոց այդպես արվել է ոչ միայն բանը Տաշիր Սամոյի կամ Գագիկ Ծառուկյանի կամ մյուս բարերար կոչվածների կողմից, այլ այդպես եղել նույն Կարմիր խաչում էլ, Կարմիր խաչի օգնությունները, եթե մի հատ այդ հասցեներով գնաք, կտեսնեք, թե ումոնց են օգնություն տվել ու այդ օգնությունները ինչի մասին են եղել, այն որ 100 դրամանոց նասկին 1000 են հաշվել ու մնացածը գրպանել են։ Մի խոսքով, այստեղ 1000-ը հարց կա, Կարմիր խաչին էլ հիմա չեմ ուզում կպնեմ, բավականին նուրբ բաներ կան, բայց լավ կլինի իրենք իրենց գործունեությունը վերանայեն, որովհետև այնպես է, որ ցանկացած թաքուն բան վաղ թե ուշ դառնում է բոլորին տեսանելի։ Ուրեմն Ջեբեջյանի մասով, այսպես է, մարդը մեծահարուստ մարդ է, բավականին մեծ կարողություններով, հնարավորություններով, իհարկե, ինչպես աշխարհում ցանկացած մեծահարուստ, բնականաբար Ջեբեջյանի կամ մյուսների մասով նույնպես ամեն մարդ ունի շկաֆում իր սկիլետները, այսպես ասած, հա, ոսկորները պահարանում, բայց այնուամենայնիվ չգնանք այդ կողմի վրա։ Մարդիկ ֆինանսավոր, բարեգործություն են անում հիմնադրամին, հիմնադրամը անում է նախաձեռնություններ։ Եվ ինչպես Աննա Հակոբյանը ասեց, ես վերահաստատում եմ դա, որովհետև եղել է, ինձ հետ շփվել են մարդիկ, ովքեր որ օգտվել են այդ ծրագրերից մեկից կամ երկուսից, որպեսզի ոչ թե գնան կաթու մածուն առնեն ուտեն, այսինքն ոչ թե խոսքը այդ ստորացուցիչ բանի մասին է, գաղափարական աղքատության մասին է, օգնության մասին է, այլ աշխատանք ձեռք բերելու մասին, հանրության մեջ ինտեգրվելու մասին, շատ դեպքերում առողջության հետ կապված հարցեր, շատ դեպքերում ամենատարբեր մեզ մոտ կան դպրոցներ, մանկապարտեզներ, ամենատարբեր հիվանդություններով երեխաներ, որոնք որ գիտեք հիմա ինչ արշավ է գնում, որպեսզի ինտեգրված լինեն եւ այդ զանազանությունը շատ չդրվի։ Այս աշխատանքների մեջ շատ մեծ գործ կա արած եւ Ջեբեջյանը դրանցից մեկն է, բայց լրագրողը ինչ է ակնարկում։ Լրագրողը այսպեսի իր գործողություններով այսպեսի մի բան է ակնարկում, ոչ թե ակնարկում ուղիղ ասում է։ Եթե դու մեծահարուստ ես, թեկուզ եւ բարերար, բայց քոչարյանական կամ սերժական չես, այլ կապ չունի դու իշխանական կլինես, չես լինի, ով ես, ով չես, ոնցն ես, ինչն ես, վերջ, դու ես մի խոսքով պիտակավորում ու պախարակում են։ Այսինքն նրանք այն խոսույթը, որ տեսեք բարերարին ձերբակալեցին, բայց սա ամբողջովին մանիպուլատիվ է ու եթե օրինակ ես անկեղծ ասեմ, չգիտեմ, Սամվել Կարապետյանին բացի հոսանքի որակը, ասենք մարդկային մասով ոչ ճանաչում են, ոչ բան, ոչ ինչ-որ վատ բաներ եմ լսել, ոչ էլ, հարցը դա չի, իհարկե որոշ բաներ կան, ասենք օրինակ, այն որ ինքը աջակցում է Սերժ Սարգսյանին իր բայց sense բաները քաղաքական կողմնորոշումներ են, դա ինձ քիչ է հետաքրքրում, բայց որ ասեմ մի խուլիգանական վատ մի բան, դա շատ չեմ լսել, ուստի անձին ես չեմ բանանի, բայց ես խոսում եմ մեր մասին, մեր ժողովրդի մասին, ովքեր որ բարերար անունը շատ սրբացնում են այն մակարդակի, որ չեն էլ հասկանում, թե գլխներին ինչ փորձանք կգա։ Հիմի այս մարդուն ձերբակալել են, ուրեմն կա դրա պատճառը, համենայն դեպս նա պետության դեմ ասել է բաներ, որոնք որ արդեն իսկապես ինձ էլ որպես քաղաքացի վիրավորում են։ Եվ հենց այստեղ արդեն հակադրություն է առաջանում, հա։ Ինձ քիչ է հետաքրքրում են հանգամանքը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին էր թիրախավորել, ոչ, նա թիրախավորել էր պետությունը եւ իմ պետությունից վեր էր դասում բանը Կտրիշ Ներսիսյանի խունտային, ովքեր զավթել են
եկեղեցին, իսկ ին պետությունից վերսկի Նիկոլ Փաշինյանը չսկի ես չեմ, ոնց կարող եք դուք բանը պետության դեմ բարձրացնեք եկեղեցին։ Կտրիշ Ներսիսյանի այսօրվա բանը, այդ խոսույթը ամբողջովին ռազմակոչ ոնց որ լիներ, եթե նման մի հատ խոսույթով հանդես գար 44 օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիների դեմ մեր զինվորների համար, վստահաբար մեր զինվորները հավելյալ կողքեվորվեին։ Այդ ինչ էր եկանում, ոնց կարա պետությունը դուրս գա, եկեղեցին դուրս գա պետության դեմ, այն էր պետության, որը որ բանը աշխարհիկ պետություն է ընդհանուր առմամբ։ Հիմա եթե դուք մանիպուլացնում եք բարերարի կոչումը, որովհետև ստացվում է, որ եթե այդ բարերարը քոչարյանական կամ սերժական չի կամ չի աջակցում ձեր գործունեությանը, ուրեմն ինքը բարերար չի։ Այսինքն սրանից հետո դուք չեք կարող ձեզ բարոյական իրավունք վերապահել, ներկայացնել, որ դուք բարերարի կողքին եք կանգնում։ Չնայած սրա մասին ես երեկ էլ եմ ասել, որ բարերարի կողքին կանգնող են հատկապես այն արցախցիները, որ այսօր ոտքով գնում են Կտրիշ Ներսիսյանի հավաքին կամ ոտքով գնում էին Էջմիածնով Արցախ, ասեմ ձեզ հետևյալը, ես իսկապես մեծ հիասթափություն ապրեցի այդ անձանցից, ես այստեղ չեմ ընդհանրացնի արցախցիների ընդհանուր գնահատական չեմ տա, չնայած լավ կլիներ որոշ արցախցիներ ամենայն դեպս հրապարակային բանով հանդես գային, որովհետև եթե օրինակ, խոսքը վերաբերվեր երևանցիներին ու այդպես իրենց պահեին որոշ երևանցիներ, մեկ այլ վայրում ես ինքս ասենք հրապարակային բանով կասեի, որ ես դրանց մեջ չկամ ու вообще ես դատապարտում եմ կամ ինչ եմ անում։ Չնայած լավ հասկանալով նրանց առօրյա հոգսերն ու մտահոգությունները կարոտը եւ այլն գուցե սկի զայլել չեն անում, հարցը դա չի։ Ընդ որում այդ բարերարի փաստաբանը կոչով դիմել էր արցախցիներին ու որտեղ են նայում Արցախում այդքան տևական ժամանակ աշխատած հասարակական կազմակերպությունները, ովքեր ինչ որ պայի այստեղ էին իրենց ակտիվ փորձում դրսևորել, որտեղ եք նայում, դուք դա նորմալ եք համարում, որ ձեզ դիմում է մի հատ մեծահարուստի փաստաբան, հենց կոնկրետ արցախցիներին ու ասում է ոտքի ելեք։ Դրան դուք նորմալ եք վերաբերվում առհասարակ։ Սա խնդիր է, սա շատ լուրջ ու բարդ խնդիր է, որը առաջարկվում է մեզ բոլորիս ու վստահ եղեք այդ խնդիրը լուծելուն մենք ենք կանգնած լինելու դարձյալ հասարակությունով, որովհետև Սամվել Կարապետյանը հերթական անձնավորությունն է, դեռ 26 թիվը առջևում է ու շատ մարդիկ կայցել են Հայաստան, Ռուսաստանի Դաշնությունից հատկապես ուղղորդված կգան, հարցը դա չի, բայց այս ամեն ինչ, այս մաղձը մնալու է ու մենք ու մեր սերունդները պիտի մարսեն, մենք ինչ ենք ժառանգում մեր սերունդներին, այդ թարախ, այդ տավտալոգյան, այդ էշությունը, թե ինչը, պետությունը մի հատ մեր 1007 դուրս են եկել եկեղեցու պատմություն են փորձում մեզ պատմեն, այդ պատմությունները դպրոցներ կառուցեք, տանեք դպրոցներում պատմեք, երեխեքը մի քիչ խելացի մեծանային, ոչ թե դպրոցները լափեիք ու գայք ամեն մեկը ձեր կարծիքով ձեր իմացած պատմությունը գլխներից կարտակ։ Մենք շատ լավ գիտենք, բայց մյուս կողմից էլ գիտենք, որ մենք 700 տարվա ընդմիջումից հետո վերջապես ունենք Հայաստանի Հանրապետություն։ Եվ բացի այդ, որտեղ ա եղել եկեղեցին կամ ցանկացած կրոնական կառույց, երբ հայքը գոյություն ա ունեցել։ Խոսում եք պատմությունից, ուրեմն նորմալ խոսեք պատմությունից։ Մարդիկան սա կապում են, տեսակ, սրանք այն ժամանակ եկան, բանը եկեղեցու պատմությունը դուրս հանեցին բանից, դպրոցներից, արդեն այդ ժամանակ մի բան պիտի հասկանանք, ինչ պետք է հասկանանք, ձեր դեբիլ ուղեղով դուք ինչ կարաք հասկանաք, ինչ եք ոնց մինչև հիմա եք հասկացել, դրանից հետո էլ եք այդպես հասկանալու, որովհետև քրիստոնեությունը առհասարակ կրոնը դա հայ մարդու մշակույթի մի մասն է, ուստի պետք է լինի մշակույթի պատմություն, ոչ թե կրոնի պատմություն, որովհետև մենք աշխարհիկ երկիր ենք եւ մեր դպրոցներում սովորում են նաեւ այլ ազգի կամ այլ հավատքի տեր մարդիկ։ Սա մեկ եւ երկրորդ Եթե խոսում ենք հայերի հավատքի մասին, հայերի կրոնի մասին, ապա պետք է մշակույթին ամբողջովին անդրադառնալ ու ոնց որ ձեր կտրտած վիդեոները մանիպուլատիվ նետում եք դաշտ, այդպես էլ փորձում եք մանիպուլացնել մեր հավատքը ու մի հատ էլ անուն դնել վրան, թե ով քրիստոնյա չի, հայ չի, գլուխները պատին եք տվել, յանիմ դուք նես մի հատ քրիստոնյա եք, մենք էլ քրիստոնյան չենք ու հայ չենք։ Ձեր քրիստոնեությունն էլ ձեր լեքսիկոնից երևում է, տեսնում ենք ում ոնց եք պաշտպանում ու ինչ խոսակցականով եւ հայաստանյաց առաքելական եկեղեցին պիտի մաքրվի։ Մյուս թեզը, տեսեք Իրանում
այնտեղ բանա խփում է, այնտեղ յաձեռնի, չգիտեմ, պատերազմա սկսում միջուկային սրանք եկեղեցուն են, գիտեք ինչ, ցանկացած պատերազմական իրավիճակում երկիրը չի կանգնում, երկիրը անում է իր քայլերը, իր գործողությունները, արտաքին գործերի նախարարությունը իր բլոկով ամբողջովին աշխատում է ու այսօր էլ ստացել ենք որոշ երկրի կողմից շնորհակալական խոսքեր նրանց նույնպես օգնելու եւ նրանց ներկայացուցիչներին երկրից անելու համար Իրանից տարանելու համար ինչից եք խոսում կամ կարող է այդ դուք չեք դուրս եկել քաղաքում փողոցներ փակում երբ որ հենց ուղիղ ադրբեջանցին կրակում էր ուղիղ հայտաղայի վրա դուք չեք փակում փողոցներ ու քաղաքական գործունեություն փորձում քաղաքականացված իհարկե ճակերտների մեջ դուք ու քաղաքական բառը առհասարակ երբեք իրար հետ առնչություն չեք ունեցել ու չունեք դուք հանցագործների խունտա եք որը որ մի 30 տարի զավթած է եղել պետությունը զավթած է եղել եկեղեցին զավթած է եղել հայ մարդու ուղեղը տարատեսակ օգնություններով ու խեղճություն նրանք քարոզելով ու դրանով իր ձեռքի տակ պլետը ձեռքին կանգնած մնալով այնպես որ այստեղ լոլոներ մի կարդացեք դուք այն մարդիկ եք այն անձնավորություններն եք ովքեր որ կոնկրետ ադրբեջանցին կրակում էր հայ զորքի վրա եւ հենց նույն եկեղեցական կոչեցյալը այդ կղերավորը բանա Աչապահյանը ով իր բերանով է խոստովանում որ ինքը բանա ռազմական հեղաշրջման կոչով է հանդես եկել կամ ձեր երբեմնի քաղաքական առաջնորդը ով իր բերանով է խոստովանում որ գեներալներին ասել է շրջեք տանկերի Երևանի վրա ես ուզում եմ հասկանալ այստեղ ազգային անվտանգություն ծառայություն կոչեցյալը 5 տարվա մեջ գոնե մի անգամ կարա նմանատիպ գործերը կրնի ու նման սրիկաներին հավերժ մտցնի այնտեղ որտեղ որ իրենց սպասում են իր ընկեր մյուս կռիսները առնետները ворթեր տարատեսակ եւ այլն ես վստահ եմ այդ միջավայրում նրանք իրենց շատ լավ կզգան ու ապահով որովհետեւ դա իրենց սկիզբն է իրենց ընթացքն ու ավարտն է բնականon դուք չեք որ բանը 21 թվականի մայիսյան դեպքերին դուրս է եկել Բաղրամյանը եք լցրել դուք չեք 22 թվականին դուրս է եկել Բաղրամյանը եք լցրել ընդ որում ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը համալսարանում ասուլիսի ժամանակ բանը գլուխ էր գովում ասում էր այ մենք հաղթեցինք Ադրբեջանի 90-ականներին որովհետև այնտեղ անընդհատ իշխանափոխության կոչեր էր լինում կամ իշխանափոխություն էր լինում եւ բնականաբար պետությունը ցնցումների էր ենթարկվում թուլանում էր եւ մենք կարողացանք հաղթել այսինքն դուք հիանալի հասկանում եք թե դա ոնց է նման իրավիճակում թուլացնում երկիրը եւ դուք ամեն ինչ արել եք հասկանալով դուք բոլորը պետական դավաճաններ եք առնվազն բարոյական սկզբունքների հիման վրա գիտեք ես անկեղծ ասել եմ ու էլի եմ ասում Ինձնից գուցե ես չգիտեմ ընդունված նորմերով ինչպես որ ընդունված է գուցե մի նորմալ հավատացյալ դուրս չգա չգիտեմ ես գիտեմ մի բան ես իմ Աստծուն հավատում եմ ինչպես պիտի հավատամ իմ պատկերացումներով գուցե ինչ որ բան սխալ եմ անում գուցե ինչ որ բան չգիտեմ բայց իմ չիմացությունն ու այս գուցեները նախ եւ առաջ պատասխանատվությունը կրողները հենց այդ սրբազան հայրեր կոչվածներն են հենց այդ նույն քահանաներ կոչվածներն են ովքեր չեն արել որևիցե գործողություն կամ չեն ծավալել այնպիսի գործունեություն, որ վստահություն լինի մարդկանց մեջ, որ մարդիկ գնան, մոտենան ու կիսվեն։ Եվ ինչպես եւ ասել է, որ Խոստոնաբղանա հայրերը բոլորը KGB-իշնիկներ են ու այդ ինֆորմացիաները պահում են որպես մնտրակ եւ այդ հավատացյալները թիրախավորված են, հենց դրա մասին էլ խոսեց Աչապահյանը, ինքն էլ դա խոսեց, ասեց եկեղեցու չափ ինֆորմացիա ունեցող չկա, որովհետեւ մարդիկ գալիս են խոստովանություն։ Ահա ինչպեսի լկտիների կույտ է այնտեղ հավաքված եղել ու անունը դրել են, թե հիմա տեսեք Հայաստանում ինչքան բաներ կան, աղանդներ կան եւ բայց ժամանակին եկեղեցի լինեիք, թույլ չտայք, թույլ եք տվել, գնացեք վերենգեք տեղներդ պաստորել, կամ ռադներդ քաշեք, մաքրեք մեր եկեղեցին ձեր ներկայությունից։ Այդ մի հատ լավությունը փորձեք անել։ Հիմա Ռուբեն Մելիքյանը նմանին, ով որ բանը Կտրիշ Ներսիսյանին դիմավորելու ժամանակ, երբ որ մի քանի 100 հոգով գնացել էին դիմավորելու, գնել են նմանները թող տեսնեն, թե Գնել Սարգսյանը նմանները թող տեսնեն, թե բանը ինչքան մարդ է գնում դիմավորելու։ Ռուբեն Մելիքյանը նմաններին, Հայկ Մամիջանյանն նա նմաններին, ովքեր որ կոնկրետ ինձ իմ անունը տվել են, օթից բառեր չեմ ասում, օթից մարդկանց չեմ պիտակավորում։ Ուրեմն լսեք, ես չգիտեմ ամեն անգամ քանի հոգով դուք կգնաք Կտրիշ Ներսիսյանին դիմավորելու, բայց մի բանում վստահ եղեք, նրան ճանապարհելուց 100,000-ավոր մարդիկ են գնալու։ Այս մի բանում հաստատ վստահ եղեք, սա էսպես։ Նրանք հասկանալով այս ամեն ինչը հարցակման են անցել մեր առջև դուրս բերելով մեզ համար ամենաթանկը, հա,
պատկերացրեք ժողովուրդ ջան, պատմության մեջ նմանատիպ բաներ շատ ա լինում։ Հային հայի դեմ հանելով, քրիստոնյային քրիստոնյայի դեմ դուրս բերելով, փորձում են հարցեր լուծել։ Նրանք տենչում են պարզապես քաղաքացիական բախումներ, տենչում են, արյուն վաղուց չեն տեսել։ Չէ՞ որ նրանք արյունով եկել են իշխանության, արյունով ապրել, արյունով էլ փորձում էին գնալ կամ մի անգամ ամենայն դեպս այդպես փոխանցեցին իշխանությունը։ Վաղուց ինչ որ արյուն խմել է եւ մարսելը իրենց ձեռքում չի եւ դրա կարիքն են զգում։ Եվ ինչ անել, որպեսզի հայ մարդը ընկրկի, ինչ անել, որ հայ մարդը տուլանա, ինչ անել, որ հայ մարդը չիմանա ինչ անել։ Հասկանում եք, այս պարագայում լավ մտածեցին, բերեցին, գցեցին, բռնեցին ու իրենց վաղեմի չեկիստական խմբավորման ներկայացուցիչ Կետրիշ Ներսիսյանին եկեղեցու անվան տակ հանեց դուրս են փորձում բերել հայ մարդու դեմ։ Բայց ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, չտրվեք այդ լեքսիկոնին, առհասարակ դա լեզվամտածողություն է ձևավորում։ Եկեղեցու դեմ ոչինչ չկա, եթե եկեղեցում կա հակադրություն, դա Կտրիշ Ներսիսյանը նմանների ու Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու միջև է, ու վերջ, ոչ մի այլ կերպ չկա, եւ ցանկացած մեկը ով փորձում է ամեն ինչի մեջ, ասենք օրինակ, խառնել թե վարչապետը սենց ասել, վարչապետը ինչ ասեց, ինչ չասեց չգիտեմ, բայց ես մեկը տարիներով սա ասել եմ, տասնամյակներով սա ասել եմ, ու ստեղ քաղաքացիների 90% ամենատարբեր զրույցներում, միջավայրերում բոլորն էլ շատ լավ գիտեն ինչն ինչոց է։ Այնպես որ վարչապետը չի որ պիտի ասեր ու իհարկե վարչապետը շատ բաներ կարա ասի, շատ բաներում կարա առաջնորդել, շատ բաներում կարա հուշիել եւ այլն, բայց տվյալ պարագայում սա հանրության սրտի մեջ է։ Այ դրա համար էլ ամբողջ 7 մասունք աննախադեպ բան արեցիք, 7 մասունք դուրս բերեցիք ցուցադրման այդ թվում նաեւ Գեղարդը, բայց արի ուտես որ 3-400 հոգի մարդ եկավ։ Գիտեք ինչու, որովհետեւ մնացածները եթե անգամ կցանկանային էլ գալ ոչ թե Կտրիշ Ներսիսյանին տեսնելու, այլ այդ մասունքները տեսնելու, միևնույն է չեկան, որովհետև դուք բոլորդ այնտեղ ներկա եք, որովհետև պիղծ եք, որովհետև մարդիկ չէին ցանկանում կեղտոտվել։ Այո, դուք կեղտոտում եք մարդկանց ոչ թե արտաքինը, այլ հոգեպես, ձեր ներկայությամբ, ձեր խոսույթով, մինչև այսօր որևիցե մեկի բերանից, շուրթերից մի նորմալ բան չի ընջել, ոչ մեկի կապակցությամբ, դուք հայերի մեջ թշնամանք սերմանողներ եք օտարների բանով, պատվերով։ Ուրեմն, հիմա ես ուզում եմ ժողովուրդ ջան մի բան էլ հասկանանք։ Երբ որ ասում ենք 5-րդ շարասյուն, 5-րդ շարասյուն ասվածը չի լինում միայն ռուսական։ Առհասարակ երկրի ներսում բանը գործակալական ցանցերը, ովքեր որ գործում են պետության դեմ կամ գործում են պետության շահերին հակառակ, անկախ նրանից կլինեն Ռուսաստանից ուղղորդվող թե Իրանից, թե Ամերիկայից, թե Ֆրանսիայից, թե Չինաստանից, միևնույնն է դա հանդիսանում է 5-րդ շարասյուն։ Սա միշտ իմացեք։ Եվ այո, սրանք անկախ ամեն ինչից ով որտեղի գործակալ է, որովհետև մեջները կան ոչ միայն ռուսական գործակալներ, այլ նաև բրիտանական կամ մյուս, ովքեր որ ամեն մեկը իր բաժին ձուկն է ուզում որսա պղտոր ջրում։ Սրանք բոլորը ունեն մի անուն 6-րդ շարասյուն, 5-րդ շարասյուն եւ այդ 5-րդ շարասյունը իր ճակատին պետքա դաջված մնա եւ պետքա նաեւ մտնի դասագրքեր։ Հասարակ հարց եմ տալիս հիմա։ Ադրբեջանի հետ 30 տարուց ավել կար հայ-ադրբեջանական կոնֆլիկտ։ Ադրբեջանցիները իրենց դպրոցներում դասագրքերում տեսնեիք ինչեր էին ներառում, չնայած շատերը պիտի որ տեսել եք։ Ինչպես միշտ Արցախը ներկայացրել են որպես Ադրբեջան։ Բայց այդքան ուժեղ տղերք եք, մոշնի ղեկավարներ եք, բայց մի հատ պրոտեստով հանդես գայիք, մի հատ չգիտեմ մեջբերումներ անեք, մի հատ հակադարձեք, մի հատ բան։ Դուք Արցախը վաղուց տվել եք ու այդպես տված էր մինչև վերջ ձեր խոստումը ֆիզիկական առումով նույնպես իրականացրեցիք։ Այնպես որ մի եկեք այստեղ մարդկանց բան արեք։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, ցավալի փաստ է սա զզվելի փաստ է, բայց դա փաստ է։ Ուրեմն Գեղարդի հետ կապված երկու բառ էլ ասեմ ու վերջացնեմ եթերը։ Տեսեք, աշխարհում 3 հատ, կարծեմ թե 4 հատ կար Գեղարդ, որ ենթադրվում էր, որ հենց դա այն Գեղարդն է, որով սպանել են Քրիստոսին, ոչ թե սպանել են, անգամ ինչ որտեղ դրական է, եթե չեմ սխալվում, ներկայացվում այդ զինվորը Հռոմեացի, ով ցակում է, որպեսզի շատ շտանջվի շուտ մեր, այսպես էլ են մեկնաբանում, ես ռեալ չգիտեմ, ձեզ չեմ ներկայացնի, թե որն է ճիշտ, որը, ես լավ չգիտեմ, բայց ուզում եմ ասեմ տարբեր թեզեր կան։ Հիմա այս Գեղարդի հետ կապված բոլոր Գեղարդները ստուգվել են բանում, հատուկ
սարքերով եւ պարզվել է որ նրանք տարի թվով համենայն դեպս չեն համապատասխանում 2000 ավելի քան 2000 տարի առաջ տեղի ունեցածին եւ միայն այս մի գեղարդն է որը մնացել է որպեսի ստուգվի բայց ոչ մի կերպ չի գնում ստուգման ու պետք է հասկանալ ինչու եւ որքանով է դա այն նույն գեղարդը որը որ ժառանգվել է Էջմիածնին իսկ Էջմիածնին ինչ որ ժառանգվել է Կտրիշ Ներսիսյանը գնացել ստորագրել ու բանը պետրեգիստրով փոխել է որ դա պատկանում է իրեն այսինքն Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցիների գույքն ու ֆինանսական միջոցները եթե կաթողիկոսը տնօրինում է միանձնյա սա ամենամեծ բանն է չարագործությունն է որ կարելի էր անել այն էլ անել հանցագործ իշխանությունների ժամանակ չնայած այստեղ զարմանալու բան էլ չկա վերջերս դեպք ենք տեսել ասենք որ բանը այդ թվերին ծակած պասպորտով կադաստրի թուղթ են տվել լրիվ ուրիշ մարդու մի խոսքով թե ինչ երկրում ենք ապրել բոլորս ենք շատ լավ հասկանում ու հիշում ուրեմն դա եւ վարչապետը երբ որ ասում է եկեղեցին նույնպես վտանգված է որովհետեւ եթե ունի երեխաներ ու շարունակի մնալ կաթողիկոս ու հեռանա կյանքից որպես կաթողիկոս ժառանգության հարցերը առաջանում եւ իր երեխաները պետք է ժառանգորդ լինեն հիմա այս ամեն ինչի հետ որ մեկը տեք հաշտ այն տուպոյներին ասեմ այդ տուպոյներ որ մեկը որ դուրս եք եկել քայլելով մենք գնում ենք որպեսի սատարեք դե գնացեք սատարեք խարխի ունեցածը դա վաղուց արդեն ձերը չի ասեմ ու դուք ոչ մի իրավունք չունեք եւ մեր առաջարկը հենց դա է անկախ ձեր քաղաքական կարծիքներից Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին օր առաջ մաքրել այս կեղծիկից այս սրբապղծությունից այս պոռնկաբարո մոտեցումներից մեր խնդիրը դա է այստեղ ոչ մի քաղաքական բան չկա չնայած ցավոք սրտի եկեղեցու միջոցով որոշ ուլեր փորձում են ամեն դեպքում քաղաքական հարցեր լուծել ես վստահ չեմ որ դուք ամբողջովին ես իմ ընկերներին չեմ ասում այլ նրանց ովքեր որ սատարում են այս ապուշությունը այսօրվա տեղի ունեցած ես վստահ չեմ որ դուք իմ ասածները կանթունեք որովհետեւ դուք ինձ չեք սիրում վիդիտելի նեշի մուշկը ձեր համար գնում է բայց մեկ լսեք գոնե միջև վերջ փորձեք ինքնուրույն մտածել հասկանալ թե խոսքն ինչի մասին է ու ձեզ մի հատ հարց տակ էլի լավ ես խեմ գնացել այնտեղ ում եմ պահում ինչն եմ պահում ով է հարձակվել մեր եկեղեցու վրա ինչ է եղել լավ այս կողմը լսել եմ մի րոպե մի հատ այս կողմն էլ լսեմ գոնե ինքնուրույն դատողություն ձեռք բերեք որովհետեւ դուք այն այսօր այնտեղ լինելով ցույց տվեցիք որ դուք այն մարդիկ եք որ ձեզ անգամ ձեզ կարելի է առնել հասկանում եք առնել ես չեմ ասում այսօրվա հավաքին փողա ֆռացե բան կարող է ֆռացելա կարող չէ դա այլ հարց է դրան չեմ անդրադառնում բայց մի բան հաստատ է եթե դուք պատրաստ եք պաշտպանել չարիքն ու կեղծիկը ապա ես մենակ մի բանի վրա եմ զարմանում թե ինչու են ձեզ ընտրությունների ժամանակ 5000 դրամ տվել ձեզ կարելի էր 200 դրամ տալ Եվ դուք միևնույն է դա կվերցնեք Մոտավորապես այսպես ժողովրդան շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար Սա ցավալի փաստ էր ինչ որ այսօր տեղի ունեցավ Կտրիշ Ներսիսյանի ռազմակոչը այդ թվում ով մոռացել էր արդեն որ պատարակը ատելությունը էլ խեղդում էր իրան եւ նրա ոչ աչքերում ոչ սրտում ոչ մտքում Աստված բառը տեղ չուներ այսօրվա իր ելույթի ժամանակ այնպես որ կամ ասվում էր այդ բառը որպես բառ այդ պահին ավելի խոսքը բան համոզիչ դարձնելու, ասենք նույն որակով ոնց որ ասենք մարդիկ ինչ որ բան լավ խապելու համար երբեմն ասում են հորս արև, մորս արև, նույն ձևով օգտագործում են։ Մոտավորապես այսպես կհանդիպենք վաղը դարձյալ եթերում կլինենք, կշփվենք։ Բարի գիշեր ձեզ։